Քրիստոս հայրավ իմ առելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, թող հարության խորհուրդը յուրաքանչյուրիս մտքում լինի, հոգում, սրտում և գործերում արտահայտվի։ Գեղեցիկ պատարագ էր այսօր հարության խորհրդի, շատ գեղեցիկ, երկինքը կապույտ, եղանակը ժպտացող, Սուրբ Աննա եկեղեցում էի մասնակցում հարության խորհրդի պատարագին և ուղիղ մեկ շաբաթ առաջ նույն եկեղեցում կրկին պատարագ էր։ Մարդիկ հաղորդություն են ստանալու, ծաղկազարդի պատարագներ։ Եվ եկեղեցում իբարս մեր առաքելական եկեղեցում մեր հավատքի պարզապես ասեղ գցելու տեղ չկար։ Բազմաթիվ մարդիկ էին, կարծես մեկը մյուսի մեջ գործած։ Եվ մեկ մարդու շարժն անգամ նկատելի ու զգալի էր մնացած խմբի համար։ Եկեղեցական արարողակարգով սրբապատկերներն են դուրս բերվում, զարկավակների ուղեկցությամբ քահանան է դուրս գալիս, դրսում ժողովրդի մեջ այնուհետև ներս գալիս։ Եվ այդ արարողակարգի ընթացքում, երբ որ արդեն սրբապատկերները դուրս են բերվում, աննկարագրելի հրմշտոց էր եկեղեցում, տպավորություն էր, եթե թիկունքով ես կանգնած չես կարող նկատել, տպավորություն էր, որ արդեն սրբապատկերներն են ներս բերում, բայց շատ ավելի տարբերվող էր այդ հրմշտոցը և քեզ մի աղոթքից պոկում է և փորձում ես հասկանալ ինչ է կատարվում։ Ինչ էր կատարվում, Հայաստանի Հանրապետության վարչապետը իրեն ուղեկցող 10-20, այդ պահին հնարավոր չէր հաշվել, ընդամենը այն ակաժների դրածով ես հասկանում թիկնազոր, ՊՊՑ, ժողովրդական լեզվով ասած ախրանիկ, պարոն Սիմոնյանի ուղեկցությամբ մուտք էին գործում եկեղեցի, ինչքան ուժ ունենալով հրմշտելով աջ ու ձախ մարդկանց, այն տեսակի հրմշտոց էր տեղ ունենում, որ այդ նստարանները, որոնք դրված են մեջտեղով, անցնելուց, նույնիսկ այդ նստարանն էր հրվում դեպի մյուս կողմ։ Եվ պարոն վարչապետը երևի ուզում էր իր օրինական, ծառայողական կամ քաղաքական գործունեությունը իրականացնել եկեղեցում և ինչքան ուժ ուներ հրելով փորձում էր մոտենալ խորանին։ Մարդկանց արձագանքները լավը չէին մեղմ ասած։ Մեկը ասում էր, որ ինչը եկել ես տեղել պղծել, մյուսը ասում էր ինչ չկպնես, այն մյուսը այս քո տեղը չի և կար աղմուկ և հիմնականում ավելի ակտիվ էին կանայք։ Այդ ժամանակ Դավիթը և Միքայելը ևս եկեղեցում էին։ Այս տղաներին ես անուններով իմացել եմ միայն այս միջադեպից հետո, որովհետև յուրաքանչյուր կիրակի պատարագի ժամանակ կլինի Զորավոր եկեղեցում, կլինի Սուրբ Աննա եկեղեցում, ես միշտ այս տղաներին հանդիպել եմ, որովհետև աչքին գնող էին, աղոթագրքերով էին, երգում էին ու շատ երիտասարդ տարիքի էին։ Այնպես հրմշտոցով, սկզբից իմ հիշելով Միքայելն էր կանգնած, այնուհետև Դավիթը կարողացավ պարոն Փաշինյանը իր թիկնազորով, պարոն Սիմոնյանի ուղեկցությամբ հասնել խորանին։ Ամենատխուրը այս պատմության մեջ նաև այն էր, որ երբ պարոն Փաշինյանը արդեն խորանի մոտ էր, սարկավակը, որ մինչ այդ ընթերցանում էր Սուրբ Գրքից, սկսեց դժվարությամբ ընթերցել, նույնիսկ էջ երբ փոխում էր, ձեռքի դողով էր փոխում։ Եվ ստացվեց մի իրավիճակ, որ իրականության մեջ պարոն Փաշինյանը այդտեղ պատարագի չէր եկել, քանի որ 15 րոպե, մինուս պլյուս, առնվազն 15 րոպե, շուռ եկավ, իր թիկնազորին հասկացրեց, երևի որ ուզում է դուրս գալ, քանի որ հասկացավ, որ իր ներկայությամբ եկեղեցում խաթարվում է ամեն բան։ Իրեն ընկալելի էր, որ երևի այն մեծ միսիան, որը ցանկացել էր այդ օրը անել, արդեն կատարածվեց։ Եվ որ դուրս էին գալիս, կրկին նույն հրմշտոցն էր, այնտեղ պետք է ներկա գտնվել, որ հասկանայիր ինչ է կատարվում, որովհետև այդ հրմշտոցի արդյունքում նորից սկսեցին նստարանները տեղաշարժվել և իմ համար ուղիղ նկատելի էր այն հատվածը, երբ արդեն անցնում էր տղաների կողմով, իդեպ տղաները մինչև Փաշինյանի մտնել իրարից առանձին էին, բայց մտնելուց հետո արդեն կողքի հատվածում էին գտնվում։ Եվ այդ ժամանակ թիկնազորից ինչ-որ մեկը ասում է շարժվի, հրահանգ է տալիս, ինչպես տղաներին նույնպես նաև մնացածին,
Եվ այդ ժամանակ Դավիթի առաջի ռեակցիան այն էր, որ ինքը ուզում է մեջտեղում կանգնի։ Եվ իր այդ խոսույթին պատասխան տգեղ հայացք ուղիղ դա տեսանելի էր Փաշինյանի կողմից ուղղված այդ երիտասարդին, բավականին տգեղ հայացք եւ հրմշտոց աննկարագրելի, եւ այդ հրմշտոցին հերթական հաջորդեց այն, որ Դավիթը փորձում էր ընդդիմանալ հրմշտոցին ձեռքը առաջ տանելով։ Այսօր մեղադրանքի կողմի երևի իրավաբան գիտնականները կփորձեն ամեն տեսակի հիմնավորումներ բերել, Փաշինյանին հաճոյանալու համար, տեսանք արձագանքները նաև քաղաքական թիմի, ստացվեց մի իրավիճակ, որ Փաշինյանն էլ հավատաց, որ այդ մարդաշատ վայրում տղան հենց այնպես ցանկացել է բռնություն գործադրել իր նկատմամբ, խուլիգանական վարքագիծ է ցուցաբերել, որ իրականության հետ որևէ աղերս չունի։ Հարգելիներս, խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը ականատեսի աչքերով, չի եղել որևէ բռնության գործընթաց, դա եղել է բնական ռեակցիա այն բանին, որ այդ տղային հորդորում են մեջտեղում չկանգնել։ Իսկ ինչու մեջտեղում ուզում էր կանգնել, քանի որ մինչ այդ էլ այդտեղ կանգնած էր, եւ մարդով հրմշտոցով կարողացել էր խորան գնալ դեպի, հետադարձին պետք է այլ ճանապարհ փնտրել, որովհետեւ այս տղան ի տարբերություն այն ժամանակ երբ անցել է, այս ժամանակ պարզապես իր տեղում ուզում էր կանգնած մնալ։ Այդքան բան։ Այսօր իրավիճակ ստեղծեցին, որ պաշտոնատար անձի օրինական, ծառայողական կամ քաղաքական գործունեության միջամտելու նպատակով բռնություն է գործադրվել պաշտոնատար անձի նկատմամբ։ Ով էր պաշտոնատար անձը Փաշինյանը, ինչ բռնություն էր գործադրվել։ Քրեական օրենսգրքով հստակ սահմանված է, թե ինչ է բռնությունը։ Բռնությունով մարդ պիտի կոնկրետ ֆիզիկական ցավ զգա, բռնությունը կոնկրետ պիտի հասնի նպատակին։ Ավելին, հարվածներից մեկից ավելը միայն կարող գնահատվի որպես բռնություն։ Եվ այսօրվա դրությամբ այդ երիտասարդ տղան, որը նոր է հատել անչափահասության շեմը, կալանքի տակ է, ընդ որում կալանավորվել է մի դատավորի կողմից, ով ժամանակին դատապարտել է Նիկոլ Փաշինյանին։ Իր դատական ակտում մանրամասը նկարագրել է, թե ինչ պատասխանատվություն է վերցրել իր վրա Նիկոլ Փաշինյանը ահաբեկչություն կազմակերպելով, թե ինչպես է մարդկանց տարել կրակի դեմ, այնուհետև ինքը փախել։ Այն նույն դատավորը այսօր արդեն փորձում է, ոչ թե փորձում է, այլ կալանք է տվել, որպես խափանման միջոց Դավիթ Մինասյանին։ Հարգելիներս, Դավիթ Մինասյանին անձամբ դեմքով, որ ինքը Դավիթն է, այդ դեմքը եւ անունը Դավիթն է, ես այս դեպքերից հետո գիտեմ, բայց մինչ այդ երկու զույգ եղբայրները, իրենք ամեն անգամ Կիրակի օրերին մասնակցում էին պատարագներին, աղոթագրքերը ձեռքներին, այդ ամբողջ երգելու ընթացք կա, փառաբանության ընթացք կա, մեղագալու ընթացք կա, այդ ամբողջ ընթացքում իրենք խոնարհաբար մասնակցել են։ Այսօրվա դրությամբ որոշել, որ կար կազմակերպված խումբ, կազմակերպված իրավիճակ, պարոն Փաշինյան, ատելություն ձեր նկատմամբ գեներացվել է։ Եվ դա չի գեներացվել, որովհետև ընդդիմությունը այդպես ցանկանում։ Դա գեներացվել է, որովհետև դա ձեր յուրաքանչյուր արարքի իրական գնահատականն է։ Այդ արարքներից մեկն էլ երիտասարդ տղայի ճակատագիրը խեղելն է։ Ու դուք համոզում եք մարդկանց, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, անցանք այդ հեքիաթից։ Ինքդ չասեմ, դուք եք ասել, որ Հայաստանում կա դատավոր, որ կարա իմ ասածը չանի։ Այո, Հայաստանում ցավոք չկա դատավոր, որ կարող է ձեր ասածը չանել։ Ես խնդրում եմ այս տեսավարձով յուրաքանչյուր մարդ, որ անցյալ կիրակի գտնվել է պատարագի ժամանակ այնտեղ Սուրբաննա եկեղեցում, այս տեսավարձների եղանակով, վկայություն տալու եղանակով, ամեն կերպ ներկա լինի քրեական գործի քննությանը, քանի որ մենք հանդիսանում ենք վկաներ։ Ես լսեցի հոր խնդրանքը, Դավիթի, պարզապես խնդրում եմ մարդկանց, որ եթե ունեք տեսանյութեր, եթե ինչ-որ բաներ կա, բերեք, ներկայացրեք,
Տեսանյութ եկեղեցում ոչ բոլորը կարող են անել, որովհետև պատարագի ժամ է, աղոթքի ժամ է, խոնարհության ժամ է եւ հեռախոսներով տեսանյութեր անելով չէին կարող զբաղվել։ Բայց կան աչքեր, հազարի հասնող աչքեր, քան որ եկեղեցում այդ օրը ասեղ գցելու տեղ չկար, որոնք այդ ամենը տեսան։ Որոնք տեսան, թե ինչ իրավիճակով Փաշինյան իր թիկնազորով, ախրանայով, ոնց կուզենք հասկանանք, պարոն Սիմոնյանի ուղեկցությամբ ընդհանրապես քաղաքակրթությունը թույլ չի տալիս դիմել այնպես այդ մարդկանց, ինչին նրանք իրականում արժանի են։ Փորձեցին այս ամբողջ իրավիճակը ստեղծել։ Սա մեսիջ է, խնդրում եմ, սա մեսիջ է հասարակության համար, որ յուրաքանչյուր ընդդիմություն, ընդդիմադիր յուրաքանչյուր կեցվածք այս տեսակ արձագանք է ունենալու իշխանության կողմից։ Պարոն Փաշինյան, դուք հայ ժողովրդի ներկայացուցիչ չեք, դուք խաբկանքի մեջ եք։ Եթե 21 թվականին ընտրվել եք, ես ունեմ իմ ներքին համոզմունքը նաև կեղծիքով, բայց նույնիսկ այդ կեղծիքի պայմաններում դուք լավ գիտեք, որ դուք հազիվ կարողացել եք ընտրական շեմ անցնել, այն էլ այն մարդկանց հաշվին, ովքեր պարզապես ընտրության չեն եկել։ Երբևէ ձեզ չհամարեք հայ ժողովրդի ներկայացուցիչ, դուք ժողովրդի ներկայացուցիչ չեք, դուք ժողովրդի ներկայացուցիչ լինելուց հազարավոր, միլիոնավոր կիլոմետրեր հեռու մարդ եք։ Դուք ընդամենը այն մարդն եք, ով երեկ հայտարարեց, որ Հայաստանի խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է։ Սա այն վերջի թագն էր, որը դրեցիք ձեր գլխին, վերջի թագը, որով հասկանալի լեզվով մարդկանց ասեցիք, որ այլևս ձեր խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է։ Լուրջ եք դուք։ Էլ ինչ պետություն, որի խաղաղության երաշխավորը պիտի լինի թշնամի պետությունը։ Այսօր հակառուսական ագիտացիա ողողել եք ամեն տեղ, գնում եք Պուտինի մոտ մուկ եք ձևանում, գալիս եք Հայաստանում առյուծ եք ձևանում։ Այդ ադրբեջանական ագիտացիա եք ներմուծում Հայաստան, Պրոադրբեջանական ագիտացիա եք ներմուծում Հայաստան։ Դարձի եկեք, ինչքան է ես չեմ հավատում ձեր դարձի գալուն, ես հորդորում եմ ձեզ, դարձի եկեք և խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր գտնել են պատարագի ժամանակ և տեսել են ինչ կատարվեց, ինչպես այս իրավիճակը սադրեց և իրականում պատասխանատվության ով պիտի ենթարկվի, խնդրում եմ արձագանքեք։ Մենք ականատեսներս տեսանք, որ եթե պատասխանատվության ենթարկելու մասին խոսք պիտի լինի, ապա առաջինը պատասխանատվության պիտի ենթարկվեն այն մարդիկ, ովքեր ակնհայտ խուլիգանական վարքագիծ ցուցաբերելով, հրելով ու հրմշտոցով մտածում են, որ իրենք պետք է առջևում կանգնեն։ Պարոն Փաշինյան, դուք հայոց առաքելական եկեղեցում, մասնավորապես Սուրբ Աննա եկեղեցում, որևէ պաշտոնական գործունեություն կամ քաղաքական գործունեություն չէիք իրականացնում, որը միջամտելու նպատակով բերեր բռնության գործադրմանը։ Խոնարհ եղեք եկեղեցում, խոնարհ եղեք քրիստոնեական արժեքներին և իմացեք, դուք հայ ժողովրդի ծառան եք։ Իմացեք, որ դուք պարտավոր եք ծառայել այս ժողովրդին, ու իմացեք, որ այդ ծառայությունը ձեր իշխանության գալու առաջի իսկ օրվանից փչացրել եք մինչև քոր։ Դուք իրավունք չունեք հայ ժողովրդի ներկայացուցիչ հանդիսանալ։ Դուք պարզապես իրավունք չունեք ազգս ներկայացնելու աշխարհում։ Դարձի եկեք և այլևս մի խանգարեք մեր ժողովրդին ոտքի կանգնելու, պարզապես հեռացեք ինչքան ուժ ունեք, դուք սովոր եք, չէ՞, փախնելով հեռանալու, փախեք, խնդրում եմ։